Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրել։ Ինչ է սա նշանակում։ Ինքը պատրաստ է ստորագրությունը դնել այդ փաստաթղթերը։ Միակողմանի սիրո է նման։ Միակողմանի հայտարարություն չի եղել, Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգ առաջ մղել, գիտեք, որ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են եւ Հայաստանը վարչապետի նաև գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ եւ պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա ժամի եւ մնացած հարցերը հստակեցնելու մասով։ Այլևս Ջուրիան ներեցեք 24 ժամվա ընթացքում հաստատի վարչապետը 3 հաղորդակցություն տարածեց իր էջով, ինչն է պատճառը, արդյոք ադրբեջանական կողմում կուտակումներ կան եւ հնարավոր ռազմական հարձակման սպառնալիք։ Ինչի մասին է, որի մասին։ Պատրաստ է Հայաստանը ստորագրել այս Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել, շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ հրապարակային շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, քանի որ տեքստը այլևս համաձայնեցված է, մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման համար օրակարգը առաջ ենք մղում։ Եկեք խնդրում եմ հերթով հարց տվեք։ Ադրբեջանական կողմում կան, արդյոք դա է հայկական կողմի ստիպում, որպեսզի նման հայտարարություն։ Ես հենց նշեցի, որ Հայաստանը փորձում է խաղաղության օրակարգը առաջ մղել եւ Հայաստանի նպատակը, քանի որ խաղաղության տեքստը համաձայնեցված է այլևս, խաղաղության համաձայնագրի վերջնականացման համար անհրաժեշտ է երկու երկրների ստորագրությունը եւ այդ ստորագրության համար օրակարգն է առաջ մղում։ Բայց Ալիևը նախ չի ցանկանում չի ստորագրել, այսպեսի ազդակներ չեն տեսնում, հակառակ ազդակներն են տեսնում, որ նույնիսկ եթե տեքստը պատրաստ է ստորագրման, բայց նախապայմանները առաջ քաշում, օրինակ սահմանադրության փոփոխությունը, չգիտեմ, գուցե Միջանցքի հարցն է դրա մեջ մտնում, Մինսկի խմբի լուծարում եւ այլն։ Ու տպավորություն է, որ պատերազմի հոտ է գալիս, որտեղ արդեն տեղեկություններ կան, որ կուտակումներ կան սահմանի եւ զորքի ակտիվ տեղաշարժ կա երկու կողմից է եւ Նիկոլ Փաշինյանը այսպես ոտուձեռնկա ուզում է մեկ օր շուտ ստորագրել տալ, ամեն օր խնդրում աղաչում է մարի ստորագրել ինչ կլինի, միայն թե պատերազմ չլինի։ Իհարկե լավ է, որ պատերազմ չլինի, բայց Իվանով ադրբեջանական կողմը վերջերս նաեւ բարբերաբար մեղադրում է հայկական կողմին կրակ բացելու համար։ Սա եւս դրանք բոլորը բնականաբար կեղծ մեղադրանքներն են, շատ կարևոր է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը եւս վերջերս հայտարարություն է տարածել, որ սահմանի իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, մենք եւս մեր հերթին պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ որևէ նման քայլ չի եղել, բնականաբար դրանք մենք համարում ենք կեղծ լուրեր։ Խաղաղության պայմանագրի մասով, մեր հայտարարությունների մասով ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը եւ առաջ ենք մղելու այն, որ քանի որ տեքստը այլևս խաղաղության պայմանագրի համաձայնեցված է, մենք ստորագրենք այն։ Բայց նախապայմանները չկան, նախապայմանների մասին տեքստը ամբողջովին համաձայնեցված է եւ մենք կարծում ենք, որ պետք է հանդիպում տեղի ունենա այդ պայմանագիրը ստորագրելու համար։